Եկեք մի հատ վիճակագրություն անենք։ Հե ինչքան ժամկետը մոտենում է, կամած, հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտ է հետաձգելն է, երևի հետաձգենք, թողենք բանը, ու գալիս է ցիկլը, տոները անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սփխեչը անցնի, զատիկը անցնի, Սուրբ Ծնունդը անցնի, Նոր տարին անցնի, պրոբլեմն է նա, որ եւ սփխեչը, եւ զատիկը, եւ նույնիսկ Նոր տարին ամեն տարի կա։ Ամեն տարի, հասկանում եք, ու հետևաբար, ընդ որում տարին ամեն սեզոնին մենք ունենք տենց մի հատ հետաձգելու բան։ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու։ Բացարձակապես, այս պահին ինչ ուժի մեջ է ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ, չգաք ասեք հետաձգենք։ Չկա հետաձգում։ Լավ, մի անգամ կարելի է, երկու անգամ կարելի է, 3 անգամ կարելի է, 10 անգամ կարելի է։ Ինչքան կարելի է հետաձգել անընդհատ։ Այն որոշումները, որոնք կայացված են, կայացնելիս պետք է մտածենք այդ որոշումների մասին։ Կայացնում ենք, հետո պարզվում է, որ չի լինի իրականացնել, բայց ինչ ենք կայացրել որոշումները։ Ո՞վ է կայացրել որոշումը։ Ինչի համար է կայացրել որոշումը։ Ու մենք սենց բաների մասին չենք խոսում, պետք է խոսենք սենց բաների մասին, որովհետև ամեն ինչ, բացարձակ ամեն ինչ կարելի է հետաձգել, բացարձակ ամեն ինչ։ Ու միշտ էլ լեգիտիմ պատճառներ կգտնվի։ Եկեք այն ինչ որ չենք հայտարարել, որ պետք է անենք, եւ պետական բյուջեի ամենատարբեր խորշերում, սենց բան պետական բյուջեում էլ կան, էլի, լճակներ կան, սենց, որ ասենք 40 տարի այդ լճակը արդեն ճահիճ դառած, տենց լրված մնացել է։ Ամեն տարի բյուջետային քննարկումների ժամանակ մենք տասնյակ տողեր ունենք, ընդ որում դրանք պարտադիր տողեր չեն, համոզող ես տենց էլ չեմ կարող գտնեմ մեխանիզմը, ոնց գտնենք այդ լճակները մեր պետական բյուջեի, որ ինչ լինի, չլինի, ավելանա, պակասի, իրանք ճահճի մեջ սենց նստած։ Հանդարտ ապրում են եւ գիտեն ինչ անեն, որ իրանց ոչ մեկ չնկատի, ոչ մեկ բաց, ոչ լավ ասեն, ոչ վատ ասեն, ոչ մի բան, նույնիսկ չգիտեն, չիմանան իրանց հիմնարկի տեղը ընդհանրապես։ Ես համոզված եմ, մեր երկրում տասնյակ պետական հիմնարկներ կան, որտեղ տնօրեններ կան, որոնք մոտավորապես վերջին 60 տարում խորհրդային միջնա փլուզվել, հետո բան ա եղել, հետո իշխանափոխություններ են եկել, կառավարություններ են եկել գնացել եւ ես համոզված եմ, որ իրանք վերջին անգամ ուրիշ պետական պաշտոնյա տեսել են իրանց նշանակման օրը։ Միջև իրանք մենք իրանց գոյության մասին նույնիսկ չգիտենք, որ տենց հիմնարկներ կան։ Անկեղծ եմ ասում, չէ՞ Գիտեք չէ որ տենց է, բայց պրոբլեմն է նա, որ հիմա էլ ուզում ենք բանով, ԱՑ-ով, ոստիկանությունով գտնենք այդ հիմնարկները, չենք կարողանում գտնենք։ Այնպես խորը կոնսպիրացիա է, որ չենք կարողանում։ Գտնենք իրանց բյուջետային տողերը, գտնենք, որ ջնջենք այդ տողերը, չի ստացվում, ոչ մի կերպ չի ստացվում։